Հայդարժան իրականության մեջ, երբ քարոզ է գնում ընդդեմ բռնի տեղահանված մեր հայրենակիցների, նույն իրականության մեջ ստեղծվել են մարդասիրական ծրագրեր։ Այդպիսի մի ծրագրի մասին էլ կխոսենք հենց այսօր։ Ես Գանինա Ասլամազյանն եմ, այստեղ մենք խոսում ենք հայրենասիրությունից, հայ մնալուց եւ իհարկե մարդասիրությունից։ Իսկ այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել Ինոբիս հասարակական կազմակերպություն, որը շատ կարևոր գործունեություն է ծավալել Հայաստանում։ Եվ այսպես սիրով ներկայացնում եմ իմ հյուրերին։ Նաիրա Մարգարյան, Ինոբիզի հիմնադիր տնօրեն, Ինեսա Վարդանյան, Ինոբիզի համահիմնադիր մարքեթինգի պատասխանատու եւ Էլինա Սիմոնյան, Ինոբիզի համահիմնադիր զարգացման գծով պատասխանատու։ Ողջույն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալություն, որ այսօր ինձ հետ եք եւ շնորհակալություն, որ նաեւ կիսում եք ձեր արած աշխատանքի արդյունքները մեզ հետ եւ կարծեմ կստանանք արձագանք այն ամենին, ինչ դուք արդեն իսկ արել եք։ Խնդրեի, որպեսզի դուք մի փոքր ներկայացնեիք ձեր նախագիծը։ Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Ես Նայրան եմ Մարգարյան, ինչպես նշեցիք, Ինոբիզի տնօրեն հիմնադիր։ Ինոբիզը ստեղծվեց ի սկզբանե, որովհետև կային մարդիկ, ովքեր ունեին բիզնեսի շուրջ պատկերացումներ ու ցանկություններ դրանցով կիսվելու եւ ոնց որ մեր բիզնես էկոհամակարգը ավելի զարգացնելու, սակայն այն մարտահրավերները, որոնք ունեցանք որպես ազգ եւ որպես պետություն, մեզ ստիպեցին կենտրոնանալ ակտուալ արդիական հարցի շուրջ մեր բռնի տեղահանված հայրենակիցների զբաղվածության եւ բարեկեցության խնդրի լուծման շուրջ եւ մենք ստեղծեցինք ծրագիր, որտեղ որ աշխատում ենք տեղահանված անձանց հետ, օգնում ենք իրենց ինքնազբաղվածությամբ եւ փոքր բիզնեսների ստեղծմամբ, ամրանալ իրենց հայրենիքում, կայունանալ եւ շատ տարբեր ձևերով փորձում ենք իրենց աջակցել։ Երևի Ինեսան կամ Էլինան կներկայացնեն ավելի մանրամասն ինչպես ենք մենք դա անում։ Խնդրեմ։ Ես ներկայացնեմ, բարև ձեզ, շնորհակալություն այս հնարավորության համար Գայանա ջան։ Ես սկսեմ նրանից, որ մենք մեկնարկել ենք 150-ի արմատներ դրամահավաքը հրե Արմենիա հարթակով, որի նպատակն է ապահովել արցախցիների համար ստարտային կապիտալ բիզնեսը սկսելու համար։ Բիզնես ասելով նկատի ունենք փոքրիկ գործ, որը իրենց կօգնի ապահովել ապրուստի միջոցներ, որ կօգնի ինչ որ եկամուտ ունենալ, մնալ հայրենիքում ի վերջո։ Մենք մեկնարկել ենք վերջերս եւ արդեն ունենք բավական մեծ հետաքրքրություն, բայց կոչ ենք անում համայն հայությանը նույնպես մասնավորապես Հայաստանից դուրս գտնվող հայերին էլ կոչ ենք անում, այս հնարավորությունը ուզում ենք օգտագործել, որպեսզի ավելի շատ մարդիկ միանան այս նախաձեռնությանը։ Մեր կողքերում դուք տեսնում եք QR կոդ, որով կարող եք նվիրաբերել եւ դառնալ նվիրաբերող, բարերար կամ նույնիսկ քավոր, մենք ունենք այդպիսի հնարավորություն, քավոր կարելի է դառնալ, եթե նվիրաբերում ենք 1 միլիոն դրամ եւ աջակցություն ենք ցուցաբերում, խորհրդատվություն, ձեռքը բռնում ենք, այսինքն եւ օգնում ենք բիզնեսի կայացման հարցում։ Հետաքրքրական է։ Իդեպ ասեմ, որ ցավոք սրտի վերջին ժամանակահատվածում հայերը սկսել են ավելի քիչ վստահել նման դրամահավաքների եւ ես ինքս խնդրում եմ ներողամիտ լինեք, բայց փորձեցի ստուգել իրականում թե ինչով է զբաղված Ինոբիզը եւ կա նման նախագիծ, կա նման հարթակ թե ոչ եւ իմ սոցիալական ցանցում հրապարակեցի մի նյութ, որտեղ նաեւ հարց ուղղեցի կան արդյոք մարդիկ, ովքեր ստացել են աջակցություն այս նախագծիկ եւ մի մեծ տարափ եղավ գրությունների եւ մարդիկ գրում էին ինձ թե անձնական նամակներով, թե հենց իմ գրառման տակ եւ ուղարկում էին արդեն իրենց գործող բիզնեսների էջերը եւ ամենայն անկեղծությամբ վերջին ժամանակահատվածում ես չէի տեսել նման ակտիվություն եւ նման հետաքրքիր նախագիծ շատ հուզական էր անգամ ինձ համար եւ ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ձեզ, որ դուք նման աշխատանք եք տարել եւ մարդկանց կարծում եմ, որ այդ քանակի մարդիկ, ովքեր ինձ գրեցին, իրենք
ոչ միայն աջակցություն են ստացել ֆինանսական գիտելիքի միջոցով, ոչ թե ապագայի նկատմամբ հավատ, այլ ընդհանրապես մարդասիրության եւ մարդ լինելու ճիշտ ինչ-որ էմոցիաներ են ստացել այս նախագծից, ինչը եւ ինձ փոխանցվեց նաեւ ձեր միջոցով, ինչի համար ես շնորհակալ եմ։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, եթե դուք մեզ հետևում եք, ապա դրամահավաք բառից մի վախեցեք, որովհետեւ սա իրական ծրագիր է, որը գործել է եւ մենք կարող ենք ներկայացնել ձեզ բիզնեսների անունները, իդեպ կարծում եմ այդ կայքերը կտեղադրենք հետո այս հաղորդումից հետո դուք կկարողանաք գտնել նաեւ կոմենտներում այդ կայքերը, կարող եք գտնել, կապ հաստատել նաեւ այդ անձանց հետ, ճշտումներ անել, եթե կարիք ունեք, այնուհետև ձեր օգնության ձեռքը մեկնել այս հրաշալի կանանց, ովքեր այս նախաձեռնությունը արդեն իրագործել են եւ կյանքի են կոչել։ Ես գիտեմ, Էլինա, որ դու գտնվում եք Միացյալ Նահանգներում, նաև այստեղ հնարավոր է գուցե մեր հայրենակիցները Միացյալ Նահանգներում գտնվող փորձեն ձեզ օգնել, դուք ինչ որ հանդիպումներ ունենում եք, խոսվում է դրա մասին, ինչպես կարող ենք նաև մենք իրազեկ պահել մեր հայրենակիցներին, ովքեր Միացյալ Նահանգներում են։ Այստեղ եմ գտնվում իրական շատ կարճ ժամանակով, բայց արդեն հասցրել եմ մի քանի հանդիպումներ ունենալ ու հատկապես այն անձանց հետ, ովքեր որ հետաքրքրված են Արցախահայերի, Հայաստանի, Արցախի ճակատագրի, հետագայի եւ ապագայի մեծ մտահոգություն ունեն։ Իրականում ում հետ որ խոսել եմ, ում կարողացել եմ ներկայացնել ծրագիրը, բավական մեծ ոգևորություն, մեծ արձագանք եմ ստացել, ինչի ինձ նույնպես անձամբ շատ է մոտիվացնում, բոլորը հետաքրքրված են, բոլորը ցանկանում են օգնել։ Ուղղակի մի փոքր խնդիր կա այստեղ կապված վստահության հետ, ինչպես դրամահավաք բառը շատերին նաև նախկին փորձից ելնելով, նաև մեզ չճանաչելու եւ քիչ տեղյակ լինելու պատճառներով շատ անվստահության մթնոլորտ կա, որը մենք կոտրելու խնդիր ունենք իրականում։ Ինչպես դուք նշեցիք, ոնց եք մեզ ստուգել, իրականում մենք իմացանք, որ դուք մեզ ստուգել եք եւ իմացանք մեր շահառուների եւ համայնքի շնորհիվ, որովհետեւ ստեղծվել է մեծ համայնք, ովքեր եւ միմյանց են աջակցում, եւ մեզ են աջակցում, եւ մենք իրենց ենք աջակցում, այսպես փոխադարձ համագործակցության մեծ համայնք է ստեղծվել եւ իրենք երբ որ արձագանքում էին ձեր post-ի մեկնաբանություններ էին թողնում, ես այստեղ էի գտնվում եւ գիշեր էր քնած էի ու արթնացա այդ ամբողջ հեռախոսից տեղատարափից, որ տեղի էր ունենում ու սկսեցի եկա ձեր էջ, որովհետև չէի տեսել հրապարակումը, տեսա մեկնաբանությունները, մոտիվացիայի մի հատ մեծ ալիք էր, հատիկ կարդում էի ու ճիշտ է, այդ բոլոր պատմություններին ծանոթ էի, բայց այդ բոլորը միտեղ կարդալ, բոլորին միահամուռ այդպես իրար տեսնել ու վստահ եմ, որ մեկը մյուսին էր փոխանցում եւ ձեր մեկնաբանությունները արդեն քան որ բոլոր իրար ընկերներ են, թե Facebook-ում, թե իրական կյանքում արդեն մեկը մյուսի մեկնաբանությունները տեսնելով շտապում էր իր հերթական հաջողության պատմությունով կիսվելու եւ բառացիորեն լաց է լինում առավոտյան եւ այլևս չեմ կարողացել քնելը կարդալով ու մոտիվացվելով բոլորից։ Մենք շատ ենք ստանում իրենցից հետադարձ կապ, feedback, հա, որպես այդպեսին, բայց ավելի որպեսի հասկանանք էլ ինչով կարող ենք իրենց օգնել կամ ինչով կարող ենք բարելավել այն ամեն ինչ, որ մենք անում ենք, բայց որպես այդպեսին ուղղակի մեր աշխատանքին, այսպես ասած, շնորհակալությունների feedback, հա, ընթացիկ ստանում ենք, բայց այդպես մեծ տարափով կարելի է ասել վերջին ժամանակներում առաջին անգամ էր, ինչը մեզ շատ մոտիվացրեց։ Եվ այն անվստահության մթնոլորտը, որ ասում են, որ պետք է կոտրենք, հենց այս հաջողության պատմություններն են, որ կոտրելու են այդ մթնոլորտը, որովհետև մարդիկ տեսնելով իրական բիզնեսներ, տեսնելով իրական հաջողության պատմություններ, կհասկանան, թե ինչ նպատակին է ծառայելու իրենց նվիրատվությունը, թե փոքր նվիրատվությունը ինչ մեծ արդյունք է ստեղծում, եւ վստահ եմ, որ կգա այն օրը, երբ որ բավական կունենանք արդեն մեծ արդյունքներ եւ կոտրած կլինենք այս անվստահության մթնոլորտը։ Երբ մենք ասում ենք ստեղծվում են բիզնեսներ, ինչ բիզնեսի մասին է խոսքը, օրինակներ։ Հիմնականում, քանի որ աշխատում ենք այս պահին տեղահանված անձանց հետ, աշխատում ենք Արցախահայերի հետ, բիզնեսները ստացվում են կամ հիմնականում այն բիզնեսներն են, որոնք արդեն իսկ գործել են Արցախում, այսինքն տեղահանվել են Երևանում, նորից սկսում են այն, ինչ իրենք արդեն փորձ ունեն, գիտելիքներ ունեն, կամ հանդես են գալի ինչ-որ նոր գաղափարներով։ Տեղի շուկան են ուսումնասիրել, բացերն են ուսումնասիրել եւ ստեղծում են այստեղ իրենց փոքր բիզնեսը։
Ոլորտները տարբեր են, շատ տարբեր են։ Մեղվապահությունից սկսված, որը որ շատ հայտնի է եղել Արցախում, թե կլիմայից ելնելով, թե մարդկանց գիտելիքներից, թե մշակույթից ելնելով, մինչև ձեռագործ իրեր, ծառայությունների մատուցումներ, ոլորտները բազմազան են, հաջողության պատմություններն էլ ավելի։ Շատ ունենք հաջողության պատմություններ, ոնց են ստեղծվել, ուր են հասել ընդհանուր շատ կարճ ժամանակում, որ մեզ համար հերթական մոտիվացիայի մեծ աղբյուրն է։ Ես ուզում եմ նշել այն անունները, որոնց նաև ես արդեն հասցրեցի ծանոթանալ, դա Մռով մեղրն է եւ Վիտա չոկլետը ձեռակերտ շոկոլադե արտադրություն, որը կարծում եմ կուրախացնի յուրաքանչյուր անձի, ով գնի դրանք։ Իսկ այդ էջերը դուք կարող եք գտնել թե Instagram-յան էջը, Instagram-ում այնտեղի հարթակում, թե Facebook-յան հարթակում, այնպես որ կարող եք նրանց գտնել եւ եթե հարցեր ունել, նաև կարող եք հարցերը ուղղել այդ մարդկանց։ Իդեպ, եթե մարդիկ ցանկություն ունեն, նաև գրությունների մեջ շատ ու շատերը հարցնում էին, ինչպես կարող են նրանք միանալ ձեզ։ Արդյոք կարող եք օգնել եւ արդյոք դուք օգնում եք միայն արցախահայերին, թե կարող են ձեզ դիմել մեր մյուս հայրենակիցները եւս։ Կարելի է ես պատասխանեմ, այս պահին մեր ռեսուրսները կենտրոնացած են տեղանված անձանց հետ աշխատանքի վրա, որովհետև կան առաջնահերթություններ եւ մեզ համար առաջնահերթություն է անել այնպես, որպեսզի այս մարդիկ իրենց կան հայրենիքում, իրենց կան տանը, պատահական չէ անունը մեր արշավի, արմատներ գցեն ավելի խորը եւ կարողանան հիմնավորվել Հայաստանում։ Սա կարծում եմ յուրաքանչյուր հայի համար է կարևոր։ Մենք շատ երկար պայքարել ենք, որպեսզի հայերը կարողանան վերադառնալ արտերկրից ապրեն Հայաստանում։ Հիմա ունենք հիանալի հնարավորություն պահպանելու մեր հայրենակիցներին Հայաստանում եւ այստեղ բոլորս անելիք ունենք։ Սա շատ կարևոր ու ռազմավարական որոշում է մեզ համար։ Մենք միասին դեռ հայրենիք ունենք վերադարձնելու, հայրենիքի համար պայքար ունենք մղելու եւ կարևոր է որ դա անենք ուժեղ դիրքից։ Կարևոր է որ կենցաղային խնդիրները դառնան որոշակիորեն լուծվեն եւ դառնան երկրորդային, որպեսզի մենք կարողանանք այլ տեսլականի շուրջ գործել։ Դրա համար հիմնական կենտրոնացած ենք այս պահին տեղանված անձանց շուրջ, բայց մենք ստեղծել ենք Եվրոպական եւ վերակառուցման զարգացման բանկի օգնությամբ ստեղծել ենք մեր կրթական հարթակը, որը որ զրոյից բիզնես է սովորեցնում, այլ կրթական ծրագրեր էլ շուտով կտեսնեք, որոնք էլի հասանելի կլինեն տարբեր շահառուների համար եւ որոշակի կետից մենք կսկսենք բացվել նաեւ ավելի լայն շրջանակների համար։ Մանրամասն եմ, որ մենք տանելու ենք սոցիալական ձեռնարկատիրության ոնց որ ուղղությամբ եւ որոշ դասընթացներ կլինեն որոշ խմբերի համար մատչելի, բայց վճարովի, որպեսզի այդ գումարները ծառայեն խոցելի խմբերի համար անվճար դասընթացներ տրամադրելուն եւ այդտեղ մենք կծածկենք արդեն շատ ավելի մեծ աշխարհագրական եւ սոցիալական ոնց որ շահառուների շերտեր։ Ցավոք սրտի հայ իրականության մեջ կանանց ձայնը ավելի քիչ է լսելի։ Ինչպես ստացվեց, որ ձեր նախագիծը հնարավորություն ստացավ կյանքի կոչվելու։ Երևի էլի ես սկսեմ, բայց պիտի փոխանցեմ, որ գործընկերներս էլ ասեն, մի բան էր, որին հավատում էինք, իսկ կարծում եմ, որ դա ամենակարևորն է եւ անverջ, անդադար հավատալով եւ աշխատելով եւ ցույց տալով եւ ապացուցելով, կարծում եմ, էս էր բանաձևը։ Ինչ կասեք աղջիկներ։ Նաև ճիշտ եւ մարդկանց համախմբելով կներեք, ընդհատեցի, ամեն դեպքում մեր շուրջը համախմբվել են եւ գաղափարի շուրջը եւ հենց բյուրի շուրջ շատ լավ մասնագետներ, լավագույնները Հայաստանում եւ գաղափարակիցներ, ովքեր մեզ հետ կիսում են այս ճանապարհը, շատ լավ կառույցներ նույնպես մեր կողքին են եւ որ մենք մինչեւ այսօր կարողացել ենք ստեղծել 150 բիզնես, դա իրենց շնորհիվ է։ Սկսենք հենց ԶԵԲ-ից, Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկից, ում հետ մենք կրթական ճանապարհն ենք սկսել եւ իրենք ֆինանսավորել են բյուր հարթակի ստեղծումը եւ բոլոր քայլերում մեր կողքին են, ինչպես նաեւ արդեն
դրամաշնորհների եւ ֆինանսավորման հարցում մեր կողքին են եղել եւ կան ջայզեթը, դրամաշնորհներ են առանձնացրել եւ հատկացրել նաեւ հոֆը, Impact Hub-ը եւ շատ այլ կառույցներ։ Սա էլ է Բանաձևի ինչ որ մի կարևոր հատված, որը մեզ թույլ է տալիս, որ նման ամբիցիոզ պլաններ ունենանք եւ հավակնենք եւս 150 բիզնես ստեղծելուն, այսինքն մեր արդյունքը կրկնապատկելուն։ Իսկ դիմորդների այդ քանակի մեջ ավելի շատ կանայք են, թե տղամարդիկ։ Կանայք են իրականում։ Մինչ բյուր հարթակի ստեղծումը եւս իրականացնում ենք ծրագրեր, այս արժեվը, որ մեկնարկել ենք, հիմնված է մեր փորձի վրա, որը արդեն ապացուցել է իր արդյունքները, ապացուցել է իր արդյունավետությունը, պարզապես մասշտաբներն են մեծանում։ Այն ժամանակ կրթություն էինք տրամադրում on-line համակարգով, բայց դեմարդեմ հանդիպումների միջոցով, հետո 2023 թվականի տեղանունից հետո հասկացանք, որ պետք է ավելի մեծացնենք մեր գործունեությունը, ստեղծեցինք բյուր հարթակը, ինչպես արդեն գործընկերներս նշեցին, վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջոցով։ Նպատակն էր 1 տարվա ընթացքում ունենալ շուրջ 1000 ուսանող, բայց չանցած 8 ամիս ունեինք արդեն 1500 տեղահանված անձ, ովքեր որ սովորում են հարթակում։ Ձեր հարցներ կանայք կազմում են մեծամասնությունը, կասեի ճնշող մեծամասնությունը, շուրջ 80%-ը կանայք են եւ շուրջ 60%-ն էլ երիտասարդներն են, մինչև 40 տարեկան անձինք են, բայց ավելի մեծերն էլ կան եւ հաճույքով սովորում են, որովհետեւ նախապես տեսանկարահանված դասընթացներ են տեղադրված, որոնք իրենց սովորեցնում են 0-ից սկսել իրենց բիզնեսը եւ ծածկույթը, որ ապահովում է, դա ստեղծված է այնպես, որպեսզի բոլորը կարողանան իրենց հարմար ժամանակ, իրենց հարմար պայմաններում սովորել եւ հասնել արդյունքի, ինչն էլ արդեն ապացուցվել է մեր գործունեության միջոցով։ Դուք նշեցիք, որ արդեն 1500 հոգի են ուսանել եւ ընդամենը 150 բիզնես է ստեղծվել։ Հուսամ, որ այդ 1500-ն էլ կկարողանան ստեղծել իրենց բիզնեսները, իսկ ընդհանուր առմամբ ինչպես է կազմված այդ գիտելիքների ստանալու հնարավորությունը։ Իհարկե դուք ասացիք, որ նրանք ժամանակային խնդիր չունեն, բայց եթե իրանք այս բային չստանան ձեզանից ինչ որ ֆինանսական աջակցություն, նրանք կկարողանան այդ գիտելիքները հետագայում օգտագործել, որպեսզի ինքնուրույն կարողանան ստեղծել ինչ-որ մի բան։ Միանշանակ, իրենք սովորում են 0-ից սկսել բիզնես, սովորում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է սկսնակ փոքր բիզնես, փոքր ձեռնարկատերին։ Իրենք սովորում են կիրառել իրենց գիտելիքները, ստեղծել բիզնես պլան, որը կարող են ներկայացնել տարբեր տեղերում, թե վարկավորման, թե այլ դրամաշնորհների, թե այլ ներդրողների։ Նրանք այդ ճանապարհով անցնում են։ Լինում են դեպքեր, երբ որ անցնում են ճանապարհով եւ որոշում են, որ չեն ուզում բիզնես ստեղծել, որը որ մենք նույնպես սիրում ենք այդ արդյունքը, որովհետև մարդիկ հասկանում են, որ այն մտահղացումները, որոնք իրենք ունեին, պարզապես ինչ որ պատճառներով հնարավոր չէ իրականացնել։ Ճիշտ է, դա շատ փոքր մասն է կազմում այսքան ժամանակ։ Հիմնականում մարդիկ սովորում են ինչպես ճիշտ ընտրել իրենց գաղափարը, չէ՞ որ կարող են շատ գաղափարներ ունենալ, ինչպես կյանքի կոչել այդ գաղափարը։ Եվ այն գիտելիքները, որոնք իրենք ստանում են, իրենց օգնում են ոչ միայն ստեղծեն իրենց բիզնեսը, այլ գնան ներկայանան տարբեր այլ ծրագրերի։ Եվ ունենք այդպիսի պատմություններ, ունենք ցուցանիշներ, ինչպես են այն ուսանողները, ովքեր սովորել են բյուրում, ներկայացել են ուրիշ տեղ, ուրիշ դրամաշնորհերի, օրինակ Հոֆին նույն, որ մեր գործընկերն է, եւ այն գիտելիքները, որ ստացել են բյուրին, կարողացել են լինել շատ մրցունակ եւ հասնել արդյունքների։ Ընդհանուր առմամբ դուք մոնիտորինգ անում եք, հետևում եք, թե ինչ է տեղի ունենում հետագայում ձեր ուսանողների հետ։ Մշտական, հատկապես այն բիզնեսները, որոնք որ ստեղծվում են, մի քանի, այսպես ասած, կիսամյակը մեկ իրականացում է մոնիտորինգ, հետևում ենք, անհրաժեշտության դեպքում իրենց ձեռքը բռնում ենք եւ հետևում ենք իրենց արդյունքներին, ունենք, կարելի է ասել, մի քիչ կարող է շատ բան հնչի, բայց գերազանց արդյունք, որովհետև այն բիզնեսները, որ ստեղծվել են վերջին տարիների ընթացքում, մինչև հիմա բոլորը գոյություն ունեն եւ ծաղկում են եւ զարգանում են։ Նույնիսկ ունենք այնպիսի բիզնեսներ, որ մի քանի մասնաճյուղեր են ստեղծվում, արդեն տարբեր մարզերում են ստեղծվում, վերաբացվում են եւ այդ ամեն ինչը մեր համար մեծ մոտիվացիայի աղբյուր է հանդիսանում, որ շարունակենք։ Եվ այս պահին մեր նպատակն այն է, որ այն ինչ որ մենք արդեն արել ենք, կրկնապատկենք
150 բիզնես ենք ստեղծել, եւս 150 բիզնես պետք է ստեղծենք, որպեսզի կարողանանք մի փոքր հնարավորություն տալ մեր հայրենակիցներին իրենց ապագան Հայաստանում տեսնելու եւ իրենց ընտանիքների ապագան նույնպես այստեղ պլանավորելու համար։ Ինեսա, դուք ինչ կհավելեիք։ Ես կհավելեի, որ մենք նաև այս ամենի հետ մեկտեղ ստեղծել ենք շատ ուժեղ համայնք, շատ կուռ համայնք, որտեղ հավաքված են ովքեր տեսել են ամեն ինչ, չեմ ուզում թվարկել եւ դա շատ ցավոտ է, բայց իրանք կարողացել են ուժ գտնել անկախ ամեն ինչից, անկախ տարիքից, հնարավորություններից, իրենց վերապրածից, իրենք կարողացել են ուժ գտնել եւ սովորել։ Ճիշտ է, մենք մեր հարթակը այնպես ենք ստեղծել, որ իրենց դա շատ հեշտ է անել, հա, այսինքն ամբողջովին առցանց է եւ Հայաստանի ցանկացած կետում գտնվող մարդ կարող է մտնել եւ տեսադասերի միջոցով նախապես ձայնագրված սովորել։ Այսինքն ոչ մի ժամի պլանավորում չկա եւ հարմար է ցանկացած մարդու համար ցանկացած վայրից, բայց միևնույն ժամանակ շատ հուզիչ է այն, որ մարդիկ նույնիսկ սովորում են սովորել։ Ես սա կուզենայի ընդգծել, որ սա առաջի փորձն է on-line հարթակում սովորելու, թեստեր անցնելու ինքնաստուգիչ, ինչ որ բիզնես մոդել ձևավորելու, ինչ որ հաշվարկներ անելու ի վերջո, հա, սա իրենց համար նոր է եղել, բայց միևնույն ժամանակ իրանք այդ ամբողջը հաղթահարել են եւ փայլուն արդյունքներ են ցույց տվել, շատ շատերը անհավատալի արդյունքներ ունեն եւ դա մեզ շատ գոհացնում եւ հպարտացնում է։ Նաև գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր վերադառնում են ձեզ մոտ եւ փորձում են օգնել մյուսներին։ Հաջողություն գրանցելուց հետո։ Միանշանակ, տեսեք, տարբեր ձևի օգնություն գոյություն ունի։ Առաջին հերթին մենք շատ ուրախ ենք տեսնել, որ մեր շահառուները, անգամ նրանք, ովքեր չէին կարողացել դրամաշնորհ ստանալ մեր տրամադրած ծրագրերի շրջանակներում, իրենք հանգանակություն են արել իրենց ներուժի չափով եւ փորձել են այս ոնց որ իրենց հետ տեղի ունեցած իրականությունը փոխանցել մնացածին, ասելով, որ մեր երազանքն իրականացել է, թող նրանց երազանքն իրականանան։ Սա առաջին սենց մեզ համար էլի հուզիչ ազդակն է։ Շատ տարբեր ձևերի աջակցություն գոյություն ունի։ Մենք ունենք շահառու, ով, ինչպես ասեցինք, մի քանի մասնաճյուղ է արդեն բացել գեղեցկության սրահ է իր մոտ, առաջին տեղահանված հոսքից 20 թվականի տեղահանվածներից է եւ 23 թվականի տեղահանված արցախցի կանանցից հարյուրներով անվճար սովորեցրել է մատնահարդարում, վարսահարդարում եւ այլն, այսինքն ինքը իր ներդրումն է արել այդ մարդկանց կայացման գործում իր ներուժի չափով աշխատանքի են վերցնում 20 թվականի ոնց որ տեղահանված ստեղծված բիզնեսները աշխատանքի են վերցնում 23 թվականի եկածներին խորհուրդներով են կիսվում իրենց արդեն ստեղծած կապերով են կիսվում ինչը անգնահատելի է եւ այս կիսվելու գործընթացը հասունացել եւ ձևավորվել է մի նոր կառույց է ստեղծվում մոտ շաբաթներին կիմանանք այդ մասին եւ գուցե նաեւ կկարողանանք արձագանքել տեղանված կինձեռների ասոցիացիա ձեռներեցների ասոցիացիա է ստեղծվում մեր շահառու կանանցից ովքեր հասկացել են որ իրենց ուրույն խնդիրները, ուրույն մարտահրավերները եւ նաեւ ուրույն ուժեղ կողմերը ճիշտ օգտագործելու համար եւ խնդիրները ճիշտ լուծելու համար պետք է միավորվեն, ունենք շատ ակտիվ կինձեռներեցներ, կանայք, որոնք փորձում են իրենց ռազմավարական տեսլականով օգնել մնացածին կայանալ եւ նրանք դա անելու են նոր հնարավորություններ բերելով, ջատագովելով, միասին որոշակի խնդիրների առաջ պայքարելով, ռեսուրսները համադրելով եւ ինչու՞ չէ, օրինակ այն հարթակը, որի մասին խոսում էիք, որտեղից կարելի է գնումներ իրականացնել հենց արցախցիներից, գուցե եւ իրենք ստեղծեն, լսել եմ, որ նմանատիպ գոնե մոտիկ ոնց որ նախագծեր եւ պլաններ ունեն եւ ես կարծում եմ որ սա էլ շատ լուրջ արդյունք է մեր
ծրագրի, որը որ հնարավորություն կտա իրենց առանց մեր օգնության, չնայած մենք պատրաստում ենք մշտապես իրենց կողքին լինել, բայց նաև ինքնուրույն եւ առանց մեր օգնության ստեղծվել, ինքնակազմակերպվել, ինստիտուցիոնալացվել եւ իրար օգնել։ Ցավոք սրտի ձեր ֆինանսական իրավիճակը թույլ չի տալիս, որպեսզի դուք կարողանաք ֆինանսավորել բոլոր նախագծերը։ Ինչ կետերով եք դուք ընտրում, թե որ նախագիծը կարող եք այս պահին ֆինանսավորել, իսկ որը պետք է դեռ սպասի։ Դա երբեք չենք ընտրում իրականում միշտ այսքան ժամանակ ինչքան ծրագիր, որ իրականացրել ենք եւ մասնավորապես GIZ Epic ծրագրի միջոցով ենք վերջին ֆինանսավորումը իրականացրել, ընտրում է պրոֆեսիոնալ ժյուրին, որը չունի Innobiz-ից ոչ մի անդամ, որովհետեւ մենք իրենց հետ աշխատում ենք մշտական կապի մեջ ենք, ճանաչում ենք եւ չենք ուզում որևէ ազդեցություն ունենա մեր անձնական շփումներն ու ճանաչումները այդ ընտրության վրա։ Դրա համար դոնոր կազմակերպությունը, հենց այն կազմակերպությունը, որը որ պատրաստ է ֆինանսավորել բիզնեսների ստեղծումը, ձևավորում է ժյուրիի կազմ եւ մասնակից մենք սովորեցնում ենք իրենց ինչպես իրենց բիզնես մոդելը մշակեն, ինչպես ներկանան, ինչպես ճիշտ ներկանան, ներկայացնեն իրենց ֆինանսական պլանը նույնպես եւ արդեն որոշումը կկայացնի պրոֆեսիոնալ ժյուրին։ Այս ծրագիրը, այս արշավը, որ մեկնարկել ենք 150-ի արմատները, նույնպես նույն սկզբունքով է իրականացվելու։ Նույնպես ձևավորվելու է ժյուրի, ովքեր որ որոշում կկայացնեն արդեն մարդկանց ներկայացնելու եւ իրենց բիզնես մոդելին, այսպես ասած, տիրապետելու ունակությունների հիման վրա։ Այսինքն փոփոխական ժյուրի է լինելու։ Այո, կարող եմ ավելացնել, որ յուրաքանչյուր մարտով հանգանակել է եւ հետաքրքրված է լինել նմանատիպ ժյուրիում, նրանք կարող են ներգրավել այս աշխատանքներին եւ ունենալ իրենց խոսքը ընտրության հարցում, թե ով պիտի դառնա։ Նախ ասեմ, որ մենք չենք ուզում 1500-ի համար էլ բիզնեսներ ստեղծել, որովհետեւ մի մասը դեռ նույնիսկ պատրաստ չի դրան իրենցից։ Իսկ բիզնեսը մի բան է, որ պետք է մրցակցությանը կարողանա սովորել դիմակայել, մենք ստեղծում ենք այդպիսի իրավիճակ, որտեղ իրենք առաջին իրենց քայլերն են անում դիմակայելու եւ բիզնես մտածողության ցուցաբերելու, բայց որելին ասում է մենք չենք ներգրավում, որպեսզի նաեւ մեր ոնց որ կարծիքով չազդենք, մյուս կողմից էլ չենք ներգրավում, որ գիշերները կարողանանք քնել, որովհետև այդ որոշում կայացնելը շատ լուրջ խնդիր է ինչու մեկին եւ ոչ մյուսին, ու հետո դու տանջվում ես բոլորին իմանալով եւ սիրելով հանդերձ։ Դրա համար մենք սենց մեզ իզոլացրել ենք բոլոր ռիսկերը փարատելով, մի ռիսկը, որ անկողմնակալություն կլինի եւ որից մեկը չի կարող հետո մեզանից նեղված լինել եւ արդյունքում մենք ունենք դրամաշնորհներ չստացած մարդիկ, որոնք դիմել են եւ չեն ստացել, բայց իրենք շարունակում են մեզ հավատարիմ լինել եւ իրենց արձագանքը միշտ դրական է։ Մյուս կողմից մենք հանգիստ ենք, որ որևիցե կերպ մեր որոշումները չեն ազդել մարդկանց կյանքի վրա, մենք բոլոր հնարավորությունները ստեղծել ենք, իսկ այնտեղ արդեն իրենք փորձել են անել լավագույնը, բայց մենք ունենք նաև մի շարք մարդիկ, ովքեր մեզ մոտ չեն ստացել, որովհետև օրինակ իրենց չեն ընտրել սահմանափակեր քանակը, բայց դրանից հետո գնացել են այլ ծրագրերում ստացել են եւ այդ դասերը, որ իրենք խաղալ են չստանալով հանդերձ, իրենց ավելի են ուժեղացրել։ Այսինքն իրավիճակները շատ-շատ տարբեր են լինում ու մենք չենք հավակնում ունենալ բոլորին տրանսֆորմացնել փոքր բիզնեսի, մենք հավակնում ենք հնարավորություն տալ, որպեսզի մարդիկ իրենց ուժերը փորձեն։ Իսկ ձեր օգնությունը շարունակական է, այսինքն եթե ձեզ մոտ սովորեցին, գնացին, գումար չստացան, գնացին եւ ինչ որ փորձեր կատարեցին ինքնուրույն, իրենք ունեն հնարավորություն հետադարձ կապի եւ հետագա խորհուրդների։ Հավատացեք մշտական կապի մեջ են, նույնիսկ ինչպես ասացինք, որ գնում են ուրիշ տեղից ստանում են, գալիս են մեզ տեղյակ են պահում, գիտեք, ձեր գիտելիքների շնորհիվ այն մյուս բիզնես մոդելը, որ լրացեցինք, մեզ համար շատ հեշտ էր եւ կարողացանք ստանալ դրամաշնորհը։ Հետո նախ ասեմ, որ հարթակին ունեն մշտական հնարավորություն, քանի որ դասերը իրենց համար տեսաձայնագրված են եւ ամեն մեկն ունի անհատական հաշիվ եւ հետեւաբար ինչ որ թեմա, որ ուզում են վերհիշել եւ այլն, մշտական կարող են հետ գնալ, նորից նայել, նորից սովորել եւ քանի որ ընթացիկ էլ ունենում ենք հանդիպումներ իրենց հետ այդպիսի լայվ ֆորմատով, կարող են գալ եւ իրենց հարցերով մշտական դիմել մեզ։ Մի քայլ հետ գնալով նորից քիչ առաջ խոսում էինք վստահության մթնոլորտի մասին եւ մարդկանց մեջ
անվստահությունը կոտրելու մասին, մեզ համար այսպես գործելը թափանցիկ ներկայացնել բոլոր արդյունքները եւ ներկայացնել հաջողության պատմությունները ու այս թափանցիկության մեջ նաև չընդգրկվել ժյուրիի կազմում, այդ քայլա, որով որ հենց այդ անվստահության մթնոլորտը կոտրելու նպատակ ունենք։ Էսա Ինչպես եք դուք ապահովում թափանցիկությունը։ մշտապես կիսվելով ամեն փոքր իսկ հաջողություններից սկսած բոլոր պատմություններով, բոլոր արդյունքներով, հաշվետվողականությամբ բոլոր աջակիցների, գործընկերների, դոնոր կազմակերպությունների հետ ամեն ինչի ապահովմամբ։ Եթե կարելի է եւս մեկ անգամ կհիշեցնեք մեր դիտողներին, թե որտեղ կարող են նրանք ձեզ գտնել, որ հարթակներում ինչպես է կազմակերպվում դրամահավաքը եւ հատկապես բոլոր նրանք, ովքեր Միացյալ Նահանգներում կհետաքրքրվեն, քանի դուք այստեղ եք լինա, ինչպես նրանք կապ հաստատեն ձեզ հետ։ Հարթակների ինչպես մեզ հետ կապվեն, Ինեսան երևի ավելի մանրամասն ներկայացնի։ Այո, նախ առաջինը Armenia հարթակում կարող եք մեզ գտնել, կոչվում է 150-ի արմատներ, արշավը կամ Roots for 150, իրականում բավական լուրջ գործընթաց եւ ստուգում ենք անցել հենց Armenia հարթակի կողմից եւ իրենք որպիսի հարթակում ընտան ներկայանալու բավական լուրջ ստուգումներ են անցկացնում եւ արշավի բովանդակության եւ կազմակերպիչների եւ ընդհանուր դրամահավաքին վերաբերող բավական լուրջ հարցեր են քննարկում, բայց այստեղ կա նաև շատ մեծ պլյուս այս հարթակի առումով, որ Միացյալ Նահանգներում դա տալիս է հարկային արտոնություն այն մարդկանց, ովքեր կնվիրաբերեն, դա իրոք շատ մեծ ձեռքբերում է։ Բացի այդ, մենք ներկայանում ենք նաև Facebook-ի եւ Instagram-ի հարթակներում, մեր էջերում, Innobiz-ի էջում կարող եք գտնել նվիրաբերություն անել այնտեղ անցնելով հղումով եւ նույնպես մեր էջերով 150-ի արմատներ Իդեպ ասեմ, որ Facebook-ում եւ հղումները ես Instagram։ եւս կտեղադրեմ թե այս հարցազրույցի ներքևում, թե այն բոլոր էջերում, այնպես որ կարող եք հղումները նաև գտնել այնտեղ։ Մեր Թարգում եմ նաև կներեք, մեր սոցիալական հարթակներում կարող եք տեսնել նաև հաջողության պատմությունները բոլոր։ Մենք բարբերաբար դրանք կտեղադրենք, դրանց մասին կտեղեկացնենք, արդեն իսկ ունենք եւ ասեմ, որ ոչ միայն մեր կողմից են դրանք պատրաստված, այլ լրատվականները հերթով գալիս են, շատ հետաքրքրված են, գալիս են, գնում են մեր շահառուների մոտ եւ պատումները կտեսնեք նաև այնտեղ, բայց նաև հաշվետվողականության մասին անընդհատ եւ մշտապես կլինի տեղեկատվություն։ Մենք ձեզ խոստանում ենք յուրաքանչյուր հանգանակության դիմաց այնքան դրական էմոցիա բերել, որոնք մենք ենք ապրում ամեն օր եւ որոնք կարող եք տեսնել այդ մարդկանց ձևափոխված կյանքի եւ իրենց կողմից հույսի, ուժի եւ հավատի վերականգնման միջոցով։ Դա իրականություն է, որովհետև ես անգամ այդ իմ փոքր գրառումով այնքան դրական էմոցիաներ ստացա, այնքան լիցքեր, այնքան հետաքրքիր պատմություններ ընթերցեցի եւ ծանոթացա շատ հուզիչ էր իրականում եւ ես պատկերացնում եմ, երբ դուք եք տեսնում ձեր արված աշխատանքի արդյունքը, որքան հուզիչ է դա։ Շնորհակալություն եմ ուզում ձեզ հայտնել, հրաշալի հայուհիներ, իսկապես գերազանց նախագիծ է եւ ես վստահ եմ, որ շատ շատերը կգտնեն իրենց ճիշտ ճանապարհը ձեր շնորհիվ։ Կա ինչ-որ մի բան, որ դուք կուզեիք ավելացնել, իսկ ես չհարցրեցի։ Կարծում եմ հիմնականում խոսել ենք, բայց ինչպես ասացիք, այդ հույզերը եւ այս մեծ գործի մաս շատ հեշտ կարելի է դառնալ։ Պարզապես հատկապես այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում, պարզապես փորձեք լինել մեր կողքին յուրաքանչյուր կերպ, դա միայն հանգանակությունները չեն, դա տարածելն է, դա գտնելն է հնարավորություններ, դա մտածելն է մեզ հետ միասին եւ ամենակարևորը դա կանխել յուրաքանչյուր անհամերաշխության խոսք, անհամերաշխության միտք
եւ process։ Սա կոնսոլիդացիա է, մենք հույս ունենք, որ նաեւ սոցիալական լուրջ ազդեցություն կթողնի ոչ միայն մեր ուղիղ շահառուների վրա, այլ մեր հանրության վրա, որ մենք սենց մի հատ Արարատի շուրջը մեր շղթան կկազմենք ձեռք-ձեռքի վերջապես եւ փոխաբերական իմաստով, բայց մենք կկարողանանք սա անել եւ ցույց տալ, որ նույնիսկ պետական իսպառ աջակցության բացակայության պայմաններում մենք կանք, մենք երկիր ենք, մենք պետություն ենք, մենք ազգ ենք եւ մենք մեր խնդիրները անհաղորդ չենք թողնելու։ Սիրելի հայրենակիցներ, դիտելով այս հարցազրույցը, դուք տեսնում եք QR կոդ։ Դուք միանգամից կարող եք օգտվել այդ QR կոդից եւ հենց այդ QR կոդի միջոցով միանգամից անել ձեր հանգանակությունը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հյուրերին իրենց հրաշալի նախագծի համար, իրենց արված աշխատանքի համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հայրենակիցներին, ովքեր արձագանքեցին իմ գրությանը եւ հաստատեցին, որ իրականում այս ծրագիրը ապրում է եւ նա պետք է ապրի մեր բոլորի օգնությամբ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ իմ հյուրերն էին Ինոբիս հասարակական կազմակերպության համահիմնադիրները Էլինա Սիմոնյանը եւ Ինեսա Վարդանյանը, նաեւ Ինոբիզի հիմնադիր տնօրենը Նաիրա Մարգարյանը։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես Գայանե Ասլամազյանն եմ, այստեղ մենք խոսում ենք հայրենասիրությունից, առգային արժեքներից եւ իհարկե մարդասիրությունից։ Մնացեք ինձ հետ, հետևեք հաջորդ հաղորդումներին եւ իհարկե ակտիվ եղեք։ Իսկ հղումները բոլոր կկարողանաք գտնել իմ բոլոր էջերում, նաեւ այս հաղորդման ներքևում։ Ամենալավն ու բարին ընդ ձեզ։ Ցտեսություն։